Երևանի տարբեր թաղամասերի բակերում։ Հիմա պետք է խնդրեմ ավելի մանրամասն ներկայացնել եւ մոտավորապես կա տվյալներ, թե ինչ գումարներ են դուրս գրվում եւ իրականում ինչ գրոշների աշխատանք է, եթե կա այդտեղ աշխատանք արվում, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ձեր տաղավար։ Այո, բնականաբար գումարները կա, թվերը կան եւ այդ թվերը խոշոր են եւ այդ գումարները մեծ են, կոնկրետ Երևան քաղաքի բակերի բարեկարգման կամ բակերում խաղահրապարակներ կառուցելու համար Երևանի բյուջեից կամ երևանցիների գրպանից հատկացվել է 5 միլիարդ դրամից ավել գումար։ 5 միլիարդ դրամից ավել, կոնկրետ 25 թվականի համար։ Մենք Մայր Հայաստան խմբակցության անդամներով պարբերաբար եւ 25 թվականին եւ 24 թվականին այցելել ենք Երևան քաղաքի այդ վերանորոգված կամ չակերտավոր բարեկարգված բակեր, տեսնենք ինչ են արել այդ բակերում, ինչպես են աշխատել, ինչպես են բարեկարգել կամ վերանորոգել եւ ինչ են արձանագրել, որ այդ բակերում կատարված աշխատանքները, ու ասենց հայերեն ասած թքած կպցրած աշխատանքներ են, թերություններ ու էլի թերություններ են բակերում կամ վերանորոգված բակերում։ Ինչի մասին է խոսքը, այդտեղ ուրեմն տասնյակ միլիոնավոր, տեղեր կա ավելի մեծ գումարներ, հարյուրավոր միլիոնավոր դրամներ գումար դուրս է գրվել բակերի բարեկարգման համար, սակայն աշխատանքները թերի են մնացել կամ թերի են կատարվել, կամ կատարվելուց հետո այդտեղ ինչ որ մենք արձանագրել ենք, այդ արձանագրելուց հետո չեն գալիս, որ վերանորոգեն կամ այն բացթողումները լրացնեն։ Ուրեմն տեսեք, այնտեղ ինչի մասին է խոսքը, այդ բարեկարգված բակերում հիմնական խնդիրները վերաբերում են կանաչապատմանը։ Կանաչապատումը բակերում բացակայում է, բառի բուն իմաստով, մեծ բակերում 90% բակերում կանաչապատումը բացակայում է, բայց կանաչապատման համար գումար է դուրս գրված։ Ոռոգման համակարգը բացակայում է, բայց ոռոգման համակարգի համար գումար է դուրս գրված։ Ուրեմն խաղասարքերի մասով, ուրեմն տեսեք ինչ են արել։ Խաղասարքեր են տեղադրում բակերում, երեխաների համար խաղասարքեր, բնակիչների համար դա կարող թվա թե նորմալ։ Այնինչ այդ խաղասարքերի համար հարյուրավոր միլիոններ դուրս են գրել, 100,000 դրամանոց սարք, մի քանի 100,000 դրամանոց սարքեր են գնել, բայց այդ խաղասարքերը այդ մեր գնալուց հետո, տեսնելուց հետո էլի անսարք վիճակում են գտնվում, ջարդված են լինում, բայց դա չի խնդիրը։ Խնդիրը գիտեք ինչումն է, որ տարբեր բակերում նույն խաղասարքը գնվել է տարբեր գներով։ Կոնկրետ խաղասարքը, որ բառից բուն իմաստով մեկին մեկ նույն խաղասարքն է տարբեր բակերում, գնվել է վերջերս արձանագրել ենք հարավարևմտյան թաղամասում, ուրեմն երկու տարբեր բակերում նույն խաղասարքը գնվել էր 150,000 դրամ տարբերությամբ։ Ասեմ ավելին, նույն ընկերությունը երկու բակ վերանորոգել է նույն պայմանագրով երկու բակերի համար խաղասարքա գնեն մեկին մեկ նույն խաղասարքը 150,000 դրամ տարբերությամբ։ Մի բակում 600,000 դրամով, մի բակում նույն խաղասարքը 450,000 դրամով։ Կամ մեկ խաղասարք կա, որ կոպիտ ասած օփելի պրուժինների վրա, օփելի զսպանակների վրա խաղասարքա, այդ խաղասարքը գնվել է մի բակում 550,000 դրամով, մի բակում 450,000 դրամով, մի այլ բակում 300,000 դրամով։ Կամ նստարանների մասով, տեսեք, տեսնում ենք նստարանները տեղադրած, որ քաղաքացիները նստեն, հանգստանան, այդ նստարանները տարբեր բակերում գնվել է, տեղադրվել է, տարբեր գներով, 45,000 դրամից մինչև 90,000 դրամ գնով։ Հիմա բասա թալան չի, բասա քաղաքային բյուջեի մսխում չի, բասա երևանցիների վճարած հարկերի մսխում չի, ինչի պետք է մի բակում նույն նստարանը մեկին մեկ, նույն նստարանը գնվի 45,000 դրամով, մեկ այլ բակում 50,000 դրամով, մեկ ուրիշ բակում նույն նստարանը գնվի 90,000 դրամով։ Ինչ հիմնավորում է դեր։ Հիմնավորում չկա։ Արձանագրել ենք, բարձրացրել ենք այս հարցը, բայց պատասխան չկա, հիմնավորում չկա։ Հիմնավորում չկա եւ ոչ միայն այդ մասով, այնտեղ խաղադաշտերի մասով էլ ուրեմն խաղադաշտ են կառուցել, գնում են խաղադաշտում, արձանագրում են, որ այդ խաղադաշտում թե խոտածած կա, եթե արհեստական խոտածած կա, փոկված է արդեն, բայց նոր են այդ խաղադաշտը ավարտել։ Եթե ռեզինից հատակը արդեն բացվել է այդ ռետինը, եթե այդ մետաղե ճաղավանդակները փոկված են, երեխեք ասում են, երբ որ գնդակով խփում եք, դեցեք ինձ են գալիս։ Դռները, խաղադաշտի դռները փոկված են,
նմանատիպ եւ խաղադաշտեր կան կամ խաղասարքեր կան, որ քաղաքացիները իրենք են իրենց հնարավորություններով, իրենց միջոցներով վերանորոգում, այնտեղ զոդում են, այնտեղ ձգում են ինչ-որ բանով, ցեմենտ բետոն են անում, որպեսզի այդ խաղասարքերից իրենց երեխաները չընկնեն, չվնասվեն, բայց որ քաղաքային իշխանությունների պարտականությունների մեջ է մտնում։ Պետք է վերահսկեին նորմալ խաղադաշտերը կամ խաղահրապարակները կամ այգիները ավարտելուց հետո ոչ թե ուղղակի ստորագրեին այդ փաստաթղթի տակ, ավարտական ակտի տակ, այլ պետք է գային, նայեին, արձանագրեին եւ միջև նորմալ պատշաճ ավարտական տեսքի չբերեին, այդ խաղադաշտերը կամ այդ խաղահրապարակները չպետք է ավարտական ակտի տակ ստորագրվեր։ Այնինչ էս մարդիկ ստորագրել են։ Թե ինչի համար կռահեք ինքներդ ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Սոնա Ավակյանը տեսանյութ էր հրապարակել քաղաքի աղբը ամբողջությամբ լցված եւ դրան զուգահեռ, ինչպես ասում են, ճանճերը նորաձև են, ինչպես Սոնան էր ասում։ Խնդրեմ աղբահանության այս խնդիրը ինչպես են իրենք տապալում, համեցեք։ Տեսեք, աղբահանության մասով ոչ միայն մենք ենք արձանագրում մեր խմբակցության անդամներով, ոչ միայն Մայր Հայաստանն է ամենօրյա ռեժիմով արձանագրում, դրա մասին հրապարակումներ անում, թե տեսանյութերով, թե նկարներով եւ նշում ենք նաեւ իրենց որ գան, տեսնեն, վերացնեն այդ թերությունները կամ այդ աղբը, այլ նաեւ քաղաքացիներն են այս հարցը բարձրաձայնում, իրենք են իրանց նկարած տեսանյութերն ու ֆոտոները ուղարկում մեզ, ասում են դուք բարձրացրեք այս հարցը, որովհետեւ մեր ձայնը ավելի լսելի է, քան քաղաքացիների ձայնը, այս խնդիրը համատարած է ամբողջ քաղաքում։ Իրենք ուրեմն աղբահանության մասով թերանում են, այնինչ աղբահանության վճարը 2025 թվականի համար բարձրացրեցին նախապես եւ բարձրացրեցին մանիպուլյացիոն ձևով, ինչ արեցին, քառակուսի մետրով աղբահանության վճարը դարձրեցին։ Իրենք ասում են չենք թանկացրել, քառակուսի մետրով ենք դարձրել, բայց այնինչ դա թանկացում է։ Շարքային քաղաքացու համար աղբահանության վճարը թանկացել է, բայց դրա դիմաց պատշաճ, հավուր պատշաճի աղբահանություն չի կատարվում քաղաքում։ Աղբը լցվում, աղբամանները ուշ են գալիս այդ աղբի հետևից, աղբի մեքենաները աղբահանության չաղբահանության ավելի ճիշտ։ Հետևանքով քաղաքում թե ճանճեր են, թե կենթանիներ են, թե չգիտեմ, կրծողներ են, աղբահանություն, դե հոտներ չենք ասում, ամառեր, այս ամառվա ընթացքում այդ հոտի ու այդ տեսարանների համար, չգիտեմ, դա մի այլ պատկեր է, կարճ ասած, այս իշխանությունները թերացել են, թե աղբահանության մասով, ընդհանրապես կառավարման մասով, Երևան քաղաքի կառավարման մասով թերացել են ու թերացել են ու թերացել են։ Այն շինթույլտվությունները, որոնք ամբողջ քաղաք ուղղակի փոշու, հողի, ավազի եւ ամեն ինչի մեջ է, եւ վերջերս հենց ավականու նիստի ժամանակ էր այդ քննարկումը նաեւ, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ բավականին բուրըն էր ավականու նիստը, ների պատիվ ձեզ, ինչպես եք հակադարձում նրանց եւ ինչու է ամեն անգամ, երբ այսպես Թիրախային Ավինյանին եք ասում իր բաստոնների մասին, սովորաբար ինքը փախչում է եւ ասում են վերում է ճակերտավոր զորասեղանին Փաբուխչյանին։ Այո, ճիշտ եք նկատել, երկրորդ մասի մասով ասում, ճիշտ եք նկատել, երբ որ հերթը հասնում է Մայր Հայաստան խմբակցության ավականիների հարցադրումներին, ելույթներին, չգիտես ոնց համընկնում է ամեն անգամ Տիգրան Ավինյանը լքում է դահլիճը, լքում է աթոռը եւ այդ աթոռին գալիս է իր տեղակալը Արմեն Փաբուխչյանը։ Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ուրեմն տեսեք սրանք ինչ են արել, բերեցին բարձրացրեցին շինթույլտվությունների գները, մենք դրան հակադարձեցինք, ասենք որ սխալ եք անում, տղաներ, շինթույլտվությունների գները բարձրացնելու սխալ եք անում։ Հիմա եկել է մի շրջան, որ արդեն սկսեն շինթույլտվությունների մասով կամ այդ ում համար որ բարձրացրել են շինթույլտվությունները, իրանց համար զեղչեր են անում։ Իրանց համար ինչ որ արտոնություններ են բերում։ Կարող եք մտածել, որ այս մարդիկ իրենց սրտի շինարարների կամ իրենց սրտի կազմակերպությունների համար են այս արտոնությունը բերում։ Այսինքն իրենք բարձրացրել են գները բոլորի համար եւ այդտեղից արտոնություններ են տալի ում որ ուզում են։ Այստեղ թաքնված կոռուպցիա կա, այստեղ թալան կա, այստեղ ատկատներ կա, ոնց ուզում եք հասկացեք։ Ինչի համար թանկացրեցիք, որ հետո պետքա բերեիք զեղչ անեիք իրանց համար, բերեիք արտոնություններ տայիք իրանց համար։ Տարբեր արդարացումներով այդ արտոնությունները։ Այո, թանկացրել են անհիմն, հիմա էլ իրանց նկարագրելով ինչ որ հիմնավորում են, բայց մեր պատկերացումով թանկացրել են անհիմն, հիմա էլ արտոնություն են տալիս իրենց սրտի շինարարների կամ իրենց սրտի կազմակերպություններին։ Մի քանի անգամ խոսել եք այն մասին,
որ բարեբուն իմաստով կամ այսպես ասենք զոհասեղանին Ավինյանին կդնի Փաշինյանը կամ Ավինյանի այսպես ասենք կոմպրոմատներին կան շատ են, որ չի գնա Ավինյանի հետևից։ Հիմա կարծում ծանոթ եք այսօր 24 նյուզը տեղեկություն տվեց, թե ԿՊ-ի ներսում ինչ գզվրտոց է Հայկ Սարգսյան, Ալեն Սիմոնյան, մի խոսքով առաջիկայում վարչության համագումար ունեն իրենք։ Այս գզվրտոցի մասով ինչ կարող եք ասել եւ ինչ է սպասվում Ավինյանին, վերջերս Ավինյանն նաեւ Փաշինյանի մոտ էր։ Տեսեք, Ավինյանը, որ շատ ինֆորմացիա ունի, դա պարզ է, դա ակնհայտ է, Ավինյանը հիշեցնեմ մեր քաղաքացիներին, որ 2018 թվականի ճակերտավոր հեղափոխությունից հետո աշխատում էր փոխվարչապետ երկար ժամանակ եւ նա պատկերացնում եք, ինչքան ինֆորմացիա ունի Նիկոլ Փաշինյանի ԿՊ խմբակի մասին եւ նրանց արարքների եւ նրանց թալանի եւ նրանց բառը օգտագործում են կեղտերի մասին։ Դրա համար պարետ է եղել կորոնավիրուսի ժամանակ Ավինյանը։ Պարետ է եղել, բայց այնտեղ նա եղել է առաջի փոխվարչապետ։ Փոխվարչապետը պատկերացրեք կառավարության մակարդակով ինչքան ինֆորմացիա ունի։ Եղել է Անիվ հիմնադրամի խորհրդի նախագահը։ Հիմա պատկերացնում եք այնտեղ ինչքան փողեր են կերվել ու ինքը ինչքան փողերի մասին ինֆորմացիա ունի։ Պարեկ է եղել, այդ պարետի մասով էլ ինչքան ինֆորմացիա ինքը կունենա։ Այդ իսկ պատճառով երևի թե Նիկոլ Փաշինյանը չի շտապում կամ չգիտեմ վախենում է ասենց շատ կտրուկ գործողությունների գնա Տիգրան Ավինյանի մասով, բայց ինձ թվում է որ Տիգրան Ավինյանը ինչ որ փուլում միգուցե նաև զոհաբերվի հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության, այսինքն այնքան որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահի, միգուցե ինչ որ փուլում ժողովրդին հրանցնի, մատուցի Տիգրան Ավինյանի ձերբակալությունով, տեսեք թե ինչ եմ անում, ես իմ թիմին չեմ խղճում, չեմ խնայում, չի բացառվում, ես չեմ բացառում, իսկ ինչ վերաբերում է իրենց ներթիմային գզվրտոցին, նորմալ է իրանց պարագայում, երևի Նիկոլ Փաշինյանը ամեն մեկին առանձին ինչ որ լավ խոսքեր ասել պայքարեք, առաջիկայում ընտրություններ եւ նա ամեն մեկը սկսել է պայքարել իրանց մեջ, իրար հետ։ Քանի որ նրանք իրար դեմ, այո, քանի որ նրանք չեն կարա ուրիշ կերպ պայքարել իշխանության համար, նրանք չեն կարա ժողովրդին լավ բան ասեն, որ ժողովուրդը գնա իրենց ընտրի։ Ժողովուրդը տեսել է նրանք ինչ են արել վերջի 7 տարում, լավ, վերջի 5 տարում։ Նրանք ոնց պետք է գնան ժողովրդի աշկերին նայեն, ինչ որ բան խոստանան։ Այդ որ մի խոստացածն են արել այսքան ժամանակ, որ մի հատ է գնալու են նոր բան խոստանան։ Եվ որպեսզի չգնան այդ փաստի առաջ կանեն, որ չեն կարալու ժողովրդին խոստումներ տան, ժողովրդին ծրագիր ներկայացնեն, իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնեն, ինչ են անում, իրանք իրար մեջ են սկսում իրար գզվրտել, իրար են սկսում ուտել, որ դրանով կարողանան Նիկոլ Փաշինյանի աշկին ընկնեն, կարողանան դիրք փոխել իրենց կուսակցությունում կամ Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի կարողանան իրենց կարտիկով, եթե Աստված չանի գան իհարկե իշխանության չեն գալու, իրենց կարտիկով իշխանության գալուց իրենք ինչ որ տեղեր ունենան նոր իշխանության մեջ, չի լինելու այդպես։ Նրանք չեն գալու իշխանության, որովհետև նրանք խաբել են ձեզ թե 18 թվականին, թե 21 թվականին, թե 23 թվականին, ոչ մի ասած իրենց կոստումներից ոչ մեկը չի իրականացել։ Արցախը Հայաստան չի մնացել, ուրեմն Երևանում եւ նախընտրական փուլում չէին խոսացել որ տրանսպորտ են թանկացրել, տրանսպորտ են թանկացրել որ մեկը ասես, որ մեկը չէին խոսացել որ Տաղոշի մարզի գյուղերը տալու են ադրբեջանցիներին, ասում էր ձերքերս կտրեն, բայց այդտեղից գյուղեր չեմ տա։ Չէր խոսացել որ Սյունիքում, Մեղրիում ճանապարհ միջանցք տալու Ադրբեջանին։ Ասում էր այդպեսի բան չի լինելու։ Եղավ, որ մեկը ասես։ Այդ իսկ պատճառով հայաստանցիները հիշում են, չեն մոռանալու եւ իրենց համար խնդիր է լինելու նոր ընտրությունների կամ քարոզարշավի ժամանակ քարոզանելը։ Նրանք չեն կարողանալու, որովհետև նորից եմ ասում, ժողովուրդը հիշում է ամեն ինչ ու գիտի, նրանց ոչ մի խոստում իրականություն չի դարել։ Ու իրանք էլ ոչ մի խոստում չեն կարողանա տան, որ իրականություն դարձնեն։ Դուք ասում եք Ավինյանը թալանում է սեանում, իր վերջին ասուլիսի ժամանակ ասում 18 տարեկան Ավինյանը, որ ջիպը էր թե Մերսեդեսով դասի էր գնում, այդ ուզում եք ասեք ես եմ թալանել, մինչև պապուս կարամ հասնեմ, ասում էր Ավինյանը։ Մեկ էլ նաև Աննա Գրիգորյանը վերջերս ազգային ժողովի ամբիոնից հիշեցրեց Անիֆի թալանը եւս մեկ անգամ եւ Ավինյանի համբալասող պապայի $400,000 ծամարանոցի մասին։ Ես չգիտեմ այդ մասով ինչ ավել ասեմ, այդ մասով ամեն ինչ արդեն ասվել է, այդ մասով դրատվականները, քաղաքական գործիչները ամեն ինչ ասել են, ամեն ինչ բացահայտել են, այդտեղ մնում է ուղղակի քաղաքացիները, մեր հայրենակիցները տեսնեն, լսեն, իրենք իրենցով, ես չեմ ասում լավ, մենակ լսելով, իրենք իրենցով ման գան տեսնեն, որ այդ դա ճշմարտությունն է թե չէ։
Տիգրան Ավինյանը կարա մի բան ասի, որը իրականությանը չհամապատասխանի։ Տիգրան Ավինյանը կարող է նույն բանը քաղաքացիների վրա մի քանի անգամ վաճառի, ինչ որ սարեր խոստանալով։ Տիգրան Ավինյանը խոսի իր հորից կամ իր հոր առանձնատնից, բայց իր հայրը թե թանկարժեք առանձնատուն ունի, թե թանկարժեք մեքենա ունի, եւ իր թանկարժեք մեքենայի մեջ նստած է մնացած քաղաքացիներին, ովքեր որ ավելի ցածր դասի մեքենաներ են վարում, Opel Magnishi մեքենա են վարում, նրանց էլ անվանի համբալ։ Այս մարդիկ առիթը բաց չեն թողելու, թալանելու, այս մարդիկ հիմա էլ նստած իշխանության տարբեր մակարդակներում, տարբեր պաշտոնների թալանում են, կլինի կառավարությունում, կլինի համայնքապետարաններում, կլինի քաղաքապետարաններում, թալանում են ու թալանում են ժողովուրդ ջան, ձեր փողերը, թալանում են ձեզ, դուք աշխատում եք, իրանք հարստանում են, դուք աշխատում եք, իրանք ապրում են, դուք աշխատում եք, իրանք վայելում են։ Նայեք, տեսեք ինչ է կատարվում ձեր շուրջ, հասարակ բան ասեմ, ժողովուրդ ջան, եկեք երկու հատ թիվ ասեմ, էլի, որ տեսնեք ինչ է կատարվում։ Տիգրան Ավինյանը ունի 7 խորհրդական։ 7 խորհրդականները ստանում են 629,000 դրամ աշխատավարձ։ Ես չգիտեմ իրանք ինչ խորհուրդներ են տալիս Տիգրան Ավինյանին, բայց իրանք դրա համար ստանում են 629,000 դրամ աշխատավարձ։ Հիմա Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցներում, մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում, երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում աշխատողներից որ մեկն է կամ քանի հոգի են այդ աշխատավարձի մոտ աշխատավարձ ստանում։ 629,000 դրամի մասին է խոսքը։ Քանի հոգի են այդ աշխատավարձի կեսը ստանում։ Իրենք իրենց բարձր վարձատրում են, իրենք իրենց բարձր պարգևատրում են ձեր փողերի հաշվին։ Դուք աշխատում եք, նորից եմ կրկնում, իրենք վայելում են։ Դուք աշխատում եք, իրենք հարստանում են։ Տրամաբանեք ինքներդ, մտածեք ինքներդ, եզրակացրեք ինքներդ ժողովուրդ ջան։ Այստեղ այնպես որ մենք ուղղակի օթից բաներ ենք ասում, դրանք փաստեր են, դրանք փաստեր են։ Ես սրա մասին մի անգամ ասել եմ, բայց եկեք մի անգամ եք կրկնվեմ։ Տիգրան Ավինյանը ունի 2 գործավար, հայերեն ասած քարտուղարուի։ 2 գործավարները ստանում են 357,000 դրամ աշխատավարձ։ Հիմա ամեն մեկը, հիմա տեսեք, նորից եմ կրկնում, մանկապարտեզում, Երևանի մանկապարտեզներում աշխատող դայակ դաստիարակները, քանի հոգի են այդ աշխատավարձը ստանում։ Ես հələ ասում եմ մարդկանց, ովքեր որ աշխատում են Երևանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ ձեռնարկություններում։ Նորից եմ ասում, երաժշտական դպրոցներ կլինեն, արվեստի դպրոցներ կլինեն, պոլիկլինիկաները կլինեն, քույրերը կամ բժիշկները, որ մեկն այդ 357,000 դրամի մոտ աշխատավարձ ստանում։ Նրանք աշխատում են իրենց սենյակներում նստած համակարգչի առաջ, դուք աշխատում եք 20-30 երեխաների հետ։ Դուք աշխատում եք պոլիկլինիկաներում մարդկանց կյանքի հետ գործ ունեք։ Դուք այդքան աշխատավարձ ստանում եք, բայց իրանք են բարձր վարձատրում եւ իրենց համար աշխատող մարդկանց են բարձր վարձատրում, իսկ դուք թալանվում եք։ Իսկ դուք վճարում եք դրա համար հարկեր։ Հարկեր, տուրքեր, ինչը որ թանկացրեցին սրանք վերջի 1 տարում, 1-2 տարում, այդ հարկերն էլ, տուրքերն էլ, գույքահարկը վերջի 3 տարում բարձրացել է ուրեմն մի քանի անգամ, ուրեմն 22 թվականին 9.9 միլիարդը հավաքագրվել, եկող տարի արդեն 26 թվականին 23.5 միլիարդը հավաքագրվելու։ Վերջի 3 տարում 4 անգամ իրենց պարգևավճարները բարձրացել է, 4 անգամ։ Դուք վճարեք հարկեր, իրենք պարգևատրվեն։ Դրանք չանով է դա արդարացի։